պրոցեսներ այնպես կլինի, որ մենք կգտնենք լուծումներ, նաև պայմանավորենք, որ աշխատանքային խմբի մեջ ներգրավեն մեր երկու ընկերները, որոնք նախկինում էլ այս զենքի մասին օրենքի շրջանակներում մեծ ծավալի աշխատանքին արել եւ հիմա էլ կշարունակենք եւ կգտնենք լուծումներ։ Այնպես որ այստեղ պարոն Մանուկյան, դուք էլ լավ գիտեք, որ մենք դեռ փնտրելու ենք։ Հա, շատ լավ։ Լուծման առումով իմ մեսիջը, հա, թեկուզ եք այսպես ձևակերպեմ, այն է, որ պիտի լինի հստակ ստանդարտ։ Չպետք է անենք ոչ օբյեկտիվ սելեկցիա տարբեր դրվագների մեջ։ Ինչ օբյեկտիվ չափանիշ, որ միասին կորոշարկենք, այդ օբյեկտիվ չափանիշը պիտի կիրառելի լինի բոլոր անձանց նկատմամբ։ Աղետների տրամաբանության մեջ, այո, ես խոշոր աղետները նկատի ունեի վկայակոչելով Լոռու եւ Տավուշի դեպքերը, բայց բնականաբար հնդածս նաեւ տարբեր հորդառատ անձրևների եւ այլ իրավիճակներով պայմանավորված ամենօրյա աշխատանք ունի փրկարար ծառայությունը եւ այստեղ փրկարարական արձագանքը բնականաբար շատ օպերատիվ է, մենք փորձում ենք հնարավորինս նույնիսկ այն գործառույթները, որոնք կարող է տվյալ պահին այլ կառույցի կողմից իրականացնելու պայմաններում ժամանակատար լինի, հա, որպես այդպեսին, մենք փորձում ենք գործընկերների հետ ավելի ինտենսիվ այս procesները համատեղ կազմակերպել եւ իրավիճակը հաղթահարելի դարձնել։ Ինչ վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը, կարմիր կամ սև կամ կապույտ, չգիտեմ ինչ գույներ նշեցիք, բերետներ ունեցող ծառայողներին հետեւյալն է, պարոն Մանուկյան, եւ ես բազմիցս անդրադարձել եմ այս թեմային ու չեմ զլանա նորից կանդրադառնամ։ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքը չի հետապնդում նպատակ հայրենիքի պաշտպանության գործառույթից մեկուսացնելու ոստիկանության գվարդիա։ Սա հստակ է եւ ես սա ասել եմ գրեթե յուրաքանչյուր հանրային քննարկման ժամանակ կամ հանրային տիրույթում քննարկման ժամանակ, որը որ եղել է այս թեմայով։ Մենք որևէ կերպ նպատակ չենք հետապնդել ոստիկանության գվարդիան մեկուսացնել հայրենիքի պաշտպանության գործառույթից։ Մեր խնդիրն այն է, որ ոստիկանության գվարդիան ունենա թիրախային գործառույթ հայրենիքի պաշտպանության գործառույթի շրջանակներում, որը որ ավելի արդյունավետ կլինի պաշտպանության նախարարության համար, զինված ուժերի համար եւ հստակ կիմանան գործընկերները, որ XYZ իրավիճակներում ունեն որպես օժանդակող աջակցող կառույց ոստիկանության գվարդիային։ Սա նպատակ է հետապնդում բացառապես վերացնելու երկակի գործառույթները կամ գործառույթների իրար վրա գալը եւ հստակ ամեն մեկ ունենա իր գործառույթը։ Իսկ ինչ վերաբերում է ծառայողներին եւ ոստիկանության գվարդիայի ձևավորմանը, ես քննարկման ժամանակ նորից նշել եմ, որ սա հնարավորություն է օրենսդրական այն բոլոր ծառայողներին, որոնք որ մաս են կազմում այս պայծրությամբ այն ստորաբաժանումների, որոնք առաջիկայում լուծարվելու են, հնարավորություն է դիմելու անցնելու ֆիլտրման process-ներով եւ հետագայում եթե այդ ֆիլտրման գործընթացները հաջող հաղթահարեն, կարող են մասը կազմել ոստիկանության գվարդիայի։ Այսինքն անպայման չէ, որ մեր այն բոլոր ծառայողները, որոնք այս պայծրությամբ XYZ ստորաբաժանումների մաս են հանդիսանում, ոստիկանության գվարդիայում կոնկրետ պաշտոն ստանան։ Բայց սրա կողքին, եթե լինեն ծառայողներ, որոնք որ XYZ process-ներն անցնելու պայմաններում դրական արդյունքներ են գրանցվում, չկա այլ հիմնավորում նրանց չնշանակելու ոստիկանության գվարդիայի պաշտոններում։ Ընդ որում մենք համատեղ նաև չափազանց կարելի ասել խիստ նաև որոշակի ֆիլտրեր ենք մտածել այս տեսանկյունից, ունենք նաև հոգեբանական դասընթացների իրականացում եւս այս տեսանկյունից, որպեսզի հուզական կայունության եւ մնացյալ թեմաներին եւս անդրադարձ լինի, ինչ վերաբերում է պատասխանատվությանը եւ մեղադրանք առաջադրելուն կամ մնացյալին, թեև պարոն Մանուկյան, դուք նշում եք, որ այդ պատասխանն է հնչում, բայց իրավական պետությունում այլ պատասխան հնչել չի կարող, որովհետեւ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ այլ անձ չի կարող վերջնական վերդիկտային տրամաբանության մեջ գնահատական տալ տվյալ արարքներին։ Մաքսիմումը իմ գործառույթների շրջանակներում ծառայողական քննության հարությունն է, որը որ կասեցվում է, ընդհատվում է այն պահին, երբ որ կա քրեական վարույթի նախաձեռնում։ Մեր երկրում քրեադատավարական օրենսգրքի տրամաբանության մեջ հարցերի պատասխանները, օբյեկտիվ բազմակողմանի քննության արդյունքում փաստարկները պիտի տա քննչական կոմիտեն կամ մեկ այլ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն։ Մնացյալ բոլոր դրսևորումներով քննարկումները դրանք մեր գնահատականներն են։ Կարող է այդ գնահատականը արդարացվել, հավաստվել վարույթի շրջանակներում, կարող է հերքվել։ Դրա համար ինձնից ակնկալել գնահատական, որ կարող է նաև որոշակի ազդեցություն ունենալ ընդհանուր process-ի վրա, ես չեմ տրվի այդ խոսակցությանը եւ գնահատականին։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան հանգամանալից հաշվետվության համար։
Պարոն Քոչարյան, ուզում մի բանի վրա ուշադրություն դարձնեմ։ Պաշտպանության անվտանգության հանձնաժողովի նիստը, կառավարության մի տարվա գործունեության քննարկում։ Դա ներկայությունը խիստ մտահոգիչ է իրական։ Մեր падգամավորների, Այո։ չեք տենում մտնում են, գնում են։ Մենք ունենք մշտական բացակայող падգամավոր, պատիվ ունեմ Չէ, խմբակցություն։ Տիգրան Աբրամյանը շատ ավելի կարևոր գործեր անում, մի բան արեք։ Բայց իրականում վստահ եմ, որ Տիկին Սարգսյանի նկատմամբ վերաբերմունք չի, բայց այսքան տարվա մեջ այսպիսի բան չենք տեսել։ Տիկին Սարգսյան, ես օրինակ այդ պարգևատրմանը դեմ եմ, թեև չունեմ անձնական պարգևատրված զենք, բայց ձեր պատասխաններից մի հատ այնքան մեղքի զգացում եկավ մոտս։ Ասեմ ինչ է։ Մի տարուկես առաջ հարցում է ուղարկել ավտոբուսների վրա ինչքան փողաց ասում։ Պատասխանել են 70 միլիոն։ Ու ազգային ժողովում էլ ասել եմ ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի հետևից ոստիկաններին տեղափոխելու համար տասնյակ միլիոններով բանը ավտոբուսի փողաց ասում։ Դրանից հետո մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանին հիշացրեցի падավատապետության մասին, հաջորդ օրվանից թուղթ առած ձեռը սկսեց կրճատել։ Այդ ընթացքում կրճատվել է պաշտպանության նախարարության կարծեմ 12 ավտոբուս, ազգային ժողովից ավտոբուսներ, մեկ էլ հիմա պարզում է, այդ ավտոբուսները կրճատել են, պետ գույքին են բերել, տալու են ներքին գործերի նախարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի հետևից այդ ավտոբուսները ոստիկաններ գնան։ Տաղանդավոր որոշում։ Դուք հնչեցրեցիք քաղաքական ձեր պարտադիր պետք է հնչեցնեք։ Դե բայց շարեմ։ Տիկին նախարար, խնդրում եմ, այստեղ քանի որ տեսնում եք, որ մենք շատ խիտ գրաֆիկով են գնալու եւ առնվազն 4 գերատեսչություններ դեռ պետք է զեկույցով հանդես գան 24 թվականի կատարողականի մասով Տիկին Գրոքյան Գեամանուկյանը այնքան հարցերի շղթան մեծ է։ Պարոն Հարապետյանին մենք